որոշ գնահատականներով այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ խորհրդարանում անվստահության գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ դուք։ Այսինքն ձեզ ներկայացվում է գործող իշխանության թիկունքը պահելու ուղիղ մեղադրանք։ Ինչու եք դեմ իմպիչմենթին։ Իսկ դուք վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ես ուզում եմ վստահ։ Այդպես են ներկայանում։ Ո՞վ է ներկայանում։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ զորոյի ձգտող հավանականություն իմպիչմենթի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որը նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենալու։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Ոչի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ, իմ տպավորությամբ լավ չպատկերացնելու թե ինչ են անում։ Գործընթացին ձեր ընդհանուր գնահատականը արդեն տեխնացուներ կան, այնուամենայնիվ ինչ որ բան ընթանում է։ Ձեր քաղաքական թիմը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, հա ինչ ա եղել, փորձենք չլինի։ Անկամ տեխնացուն Անկա, հա 10 օր առաջ ուրիշ կարծիք։ Մի տեխնացուն 10 օր առաջ ասում էր դա իրատեսական չէ։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ։ Եվ մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ումա դա հետաքրքիր։ Օրինակ, կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լինել վարչապետի տեխնացու, դա կյանքի երազանք։ Ոքի կյանքի երազանքն է, պատկերացնում եք հանկարծ անհայտ, ոչ մեկ տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնում, հարցազրույցներ ես տալիս, ես տաղավարներ են հրավիրում, on-line քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես ինչ որ մի այդ պայի համար մի կենտրոնական դեմք։ Եթե մարդու համար այդ 48 ժամը ուշադրության կենտրոնում լինելը կրկնեմ կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բան անենք, ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարդկանց։ Այդ դրա համար։ Իդեպ բառներ չի օգտագործում, խոսք գնում է վստահության քույի մասին։ Ասում են փողոց պիտի հավաքեն բոլորն են, չէ՞ դա ասում։ Փողոցի ճնշման ճանապարհով հարցը լուծը։ Եթե դու այնպեսի փողոց ես հավաքել եւ ճնշումը այնպեսի ուժգին է, որ կարող է 20 հոգի sense հրաժարվել, այն հրաժարական է պահանջում։ Անորն է քրեարկուզը։ Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փոխություն։ Այս փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կոչվի։ Իսկ նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Այն սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բանման դու անդուրջ է դա։ Դրա համար մենք չի պատմում այդ պատմության մեջ, հիմա պրակտիկան հայտարարություն է արել որոշ կետեր անաշել։ Հիմա եթե մարդկանց հետ արկիրա փոս զբաղվեն։ Դա ինֆոպովոդ, այդ ինֆոպովոդը հնարավորություն է տալիս հարցազրույցների, բաների, օքեյ, ճանաչելիությունը ավելացնում ինչ որ մարդկանց, ում քիչ են ճանաչում եւ ովքեր նեղվում են դրանից միգուցե։ Գիտեք, ինձ ծանոթ են նաև գնահատականներ հենց մարդկանց, որոնք ընտրել են ձեզ, ձեր գաղափարակիցներն են մեծ հաշվով, որոնք ձեզ մեղադրում են այս փուլում գոնե մի փոքր սեփական վարկանիշի մասին չմտածելու համար եւ գոնե ֆորմալ առումով մի պահ ոչ թե լոգիկ մտածելու եւ խնդիրների էության մեջ կորանալու, այլ զուտ մակերեսայի Նիկոլ Փաշինյանի դեմ ինչ որ մի բան է տեղի ունենում, ես միանում եմ դրան։ Այսպիսի պահանջներ են ձեզ ներկայացնում։ Ես հավատում եմ ձեզ, որ կա երևի նաև իմ կողմնակիցների մոտ մի զանգված, որոնք ասում են դու քանի որ ես պրագմատիզմից եմ խոսում, որ պրագմատիկա նաև սա է։ Ընդունում եմ սա, բայց այդ դեպքում ես չեմ։ Միգուցե ես սկսեմ դա անել մի ավելի մեծ, ասենց ասեմ, հատված իմ աջակիցների ինձանից կհիասթափվի, չգիտեմ։ Հետո դա մի բանա լինելու, մի քայլեր են լինելու, որոնք իմ էության հետ sense չեն խոսելու, որոշակի դիսկոմֆորտ ես ներսում կզգամ։ Բայց զուտ պրագմատիկ տեսանկյունից ճիշտ է։
Պարոն Քոչարյան, խմբակցության հայտարարության մասին հիշեցրեցիք։ Խմբակցության հայտարարության մեջ բավական ուշագրավ էր մի հատված, որ խմբակցությունը, Հայաստան խմբակցությունը ընդգծել էր, որ սա թիրախավորում է եւ Հայաստան խմբակցությանը եւ նաեւ ձեզ այս գործընթացը։ Ձեզ ով է փորձում թիրախավորել, որովհետեւ մենք դրանից հետո տեսանք ընդդիմադիր շրջանակներում փոխադարձ քննադատություններ եւ ամենահիմնական, այսպես հիմնական հարցերից մեկն այն էր, որ տեխնացու խնդիր կա ընդդիմադիր դաշտում եւ չեն կողմնորոշվում ընդդիմադիրները, դրա համար քննադատության սլաքները նաեւ ուղղում ձեր դեմ։ Իդեպ հիշեցնեմ, որ նաև պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը, երբ որ հարց հնչեց լրագրողների կողմից, որ ենթադրենք Ռոբերտ Քոչարյանը տեխնացություն առաջադրվի, դուք ինչպես կվարվեք, նրանք ասացին, որ կողմ կքվեարկել։ Ինչու են ձեզ թիրախավորում։ Սկսենք այդտեղից։ Առաջինը հենց իրեն շեֆը ասաց, որ հանգիստ թողեք Քոչարյանին։ Եվ ենթադրում եմ, որ սա առաջերտին պետք է կուսակիցներին վերաբերվեր, հետո այսպես կուսակցական շրջանակներից ավելի դուրս։ Բայց պատիվ ունեմ ինքը իրենք հայտարարեցին, որ իրենք տեխնացու չունեն։ Տարօրինակ չի թվում, թե կուսակցությունը, որը երկար տարիներ եղել է իշխող կուսակցություն, տեխնացություն չունի։ Օրինակ իմ մոտ հարց առաջացնում։ Համապատասխան որակներ ունեցող մարդ չունեն, թե չեն ուզում, որովհետև հեռանկարը չեն տեսնում։ Համոզված եմ, որ համապատասխան որակավորում մարդիկ իրենք ունեն իհարկե։ Հեռանկարը չեն տեսնում, դրա համար տեխնացու չունեն։ Հիմա Հայաստան դաշինքը ունի վարչապետի տեխնացու։ Մեր ֆրակցիայից միայն մի 8 հոգի կարան վարչապետ լինեն իրենց անցած ճանապարհով եւ փորձով։ Բայց կրկնում եմ, մենք ուղղակի մարդ չունենք, որը 48 ժամվա համար պատրաստան նման քայլի գնալ։ Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ տեխնացու պատրաստ է ուղղակի մտնել այդպիսի գործընթացի մեջ։ Իմ գնահատականը դա է։ Հիմա երևի ձեր հարցը դրան է վերը։ Ով է թիրախավորում։ Այո, ով է ձեզ թիրախավորում։ Նրանց, ովքեր այդ թեման քշում են։ Նախաձեռնողներ եւ կոնկրետ աջակցողներ։ Ես տվյալ դեպքում ենթացեք սա ձեր հանրապետական կուսակցությունն է, ես ենթադրում եմ։ Դե փոխադարձ վիրավորակն այդ երկու խմբակցություններից էր։ Հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն։ Ինչ վերաբերում է ինձ թիրախավորելուն, ես թիրախավորվելու իմունիտետը արդեն ունեմ, գիտեք, քանի տարի։ Շատ երկար տարիների փորձ ունեմ։ Բայց սա մի առավելություն է տալիս։ Դու չես խոսում, քո մասին սա խոսում։ Ես 2 տարի չեմ խոսացել, իմ մասից խոսում եմ։ Գիտի, դա քաղաքականության մեջ տված չի։ Մարդկա որ ինքը չի խոսում 2 ամիս, իրեն մոռանում է։ Տվյալ դեպքում սա դրական կողմն է, թիրախավորելու process-ի դրական կողմն է։ Երևի ազգանունս էլ է։ Հիմա Լևոնը խորհրդարանում մի ելույթ ունեցավ, հանգիստ ելույթ էր։ Հետո 2 ժամ ԿՊԱ-ների կեսը գրվեցին եւ սկսում էին դրա թեման խոսալ։ Եթե Լևոնը մի ելույթով կարող է 30 ԿՊԱ-ական խոսացնել, փայլուն է։